Փաշինյանն ասում է, աղքատությունը մարդկանց գլխի մեջ է։ Դա այդպես է, դուք այդպես եք մտածում։ Չէ, աղքատությունը հնարավորությունից կուկա։ Մի քիչ զգուշությունից պիտի խելացի ընես, ճիշտ շարժվես, որ աղքատ չմնաս։ Հետո մարդը հոգով պիտի աղքատ չի անի։ Եթե հոգով աղքատ չեղար, կդիմանաս ամեն ինչին։ Դու կդասա, որ ես կյանքը դնվես, ինչքանոր կա, պարտալով ասում։ Իրա գլխի մեջն է, մեր գլխի մեջը չէ։ Ես շատ լավ սորվել եմ, լավ է գրագետ եմ, ինքն է անգրագետ։ Ոչ, ադիս ջան, եղավ։ Չէ, ոնց կարող է այդպես լինել, ոնց կարող է մեր գլխի մեջ աղքատություն լինել։ Աղքատությունը այսինքն կա, ճիշտ է, մենք գոյատևում ենք, բայց չի կարող լինել այսպիսի բան։ Ինչի համար Երևանում աշխատավարձը 300-400 հազար է, իսկ մեր խեղճ Գյումրում 80,000 կամ ավելից հազար։ Իհարկե համաձայն չեմ, որովհետև ինքը աղքատ չէ, որովհետև ինքը ապրում է լավ պայմաններում, ու չխսած պալատների մեջ մեր կարգավիճակով չի ապրի, որ ինքը մտածի թե ինքը ինչ է, առօրյանի խոսքի շենքը իրա վրա կպելի, իրա երեխու վրա կպելի, դե չի պելի, ինքը դիք չի մտածի, որովհետև իրա ապրուստը կա, իրա տեղը տակ, ինչ չխսած փորը կուշտ, ղեկավար մարդ է, ինքն չի խոսքի ինքն չի թե ինչ կխոսա երևի։ Ես նման բան մտածելու կարիք չունեմ, իսկ որովհետեւ պատասխանեմ Փաշինյանին, Փաշինյանի աղքատությունը սկսվել է իր ստամոքսից եւ հասել գլուխը եւ գլխից վերադարձել ստամոքսը երբեք չի կշտանում, քանի որ նա ընդհանրապես հավերժական աղքատ է, ուսովյալ։